Վրաստանի տարածքում կործանված ռազմական բեռնատար ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։ Ադրբեջանից Թուրքիա ուղևորվող ինքնաթիռում եղել է 20 մարդ, անձնակազմի 4 անդամ եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի 16 սպա։ Զոհերի թվում է նաեւ Թուրքիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Իլքեր Այկուտը։ Ամբողջ գիշեր որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել օդային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ դրա շահագործման կանոնները խախտելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Կործանման հանգամանքները պարզվում են։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կաջակցի Պաղեստինի վարչակազմին ապագա պաղեստինյան պետության սահմանադրության մշակման հարցում։ Այդ նպատակով կստեղծվի ֆրանս-պաղեստինյան համատեղ կոմիտե։ Էմանուել Մակրոնի խոսքով փաստաթղթի նախագիծն արդեն պատրաստ է, այն ներկայացրել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը։ Փարիզում տեղի ունեցած հանդիպումից հետո Աբասն ընդգծել է, որ ապագա սահմանադրությունը պետք է հիմնված լինի ժողովրդավարության, խաղաղության եւ իրավունքի գերակայության սկզբունքների վրա։ Սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Պաղեստինի պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին։ Դա տեղի էր ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Ֆրանսիայի եւ Սաուդյան Արաբիայի նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում կարգավորմանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Փարիզի որոշումը, այն որակելով ահաբեկչության պարգևատրում։ Ղազախստանի նախագահը Ռուսաստանի նախագահի հրավերով մեկնել է Մոսկվա նոյեմբերի 11-ի երեկոյան Կրեմլում Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների դինամիկան, հույս հայտնել, որ համատեղ ծրագրերը կշարունակվեն եւ կզարգանան։ Տոկաևն էլ ռազմավարական է որակել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Չկա մի ոլորտ, որում չգործակցենք, մեր երկրների միջև լուրջ խնդիրներ չկան, եթե դրանք առաջանում են, ապա լուծվում են հիմնականում պետությունների ղեկավարների եւ իհարկե կառավարությունների ջանքերով, ընդգծել է Ղազախստանի նախագահը։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օրերս մեկնել էր Վաշինգտոն հանդիպել Դոնալդ Թրամփի հետ, նաև հասել տարբեր ոլորտներում գործակցության համաձայնությունների։ Ղազախստանի եւ Միացյալ Նահանգների ղեկավարները քննարկել են նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Կրեմլի խոսնակը հույս է հայտնել, որ Տոկաևը Պուտինին կներկայացնի Սպիտակ տան ղեկավարի հետ բանակցությունների մանրամասները։ Ռուսաստան այցին ընդառաջ Ղազախստանի նախագահն էլ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 12-ին Մոսկվայի եւ Աստանայի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության հռչակագիր կստորագրվի։ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ստիպված է դատի տալ բրիտանական BBC հեռուստաընկերությանը 2024 թվականի վավերագրական ֆիլմում իր ելույթը խեղաթյուրելու համար։ Ֆիլմի հեղինակները մոնտաժել են 2021 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո Թրամփի ելույթը, ինչի հետևանքով տպավորություն է, որ նա բռնության կոչ է անում իր կողմնակիցներին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի թիմը նամակ էր ուղարկել կորպորացիային նախազգուշացնելով, որ պատրաստվում են $1 միլիարդ չափով փոխհատուցում պահանջել BBC-ից, եթե վավերագրական ֆիլմը չհեռացվի լրատվամիջոցի հարթակներից մինչև նոյեմբերի 14-ը։ Սկանդալի ֆոնին BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին եւ BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են ներկայացրել։ Դիանա Գասպարյան, լուրեր։